Վայ բալա ջան, այս սրա համար եմ ես եկել գյուղ, որ այս բերք ու բարիքը հավաքեմ հաճույք ստանամ։ Թող երևանցիները տեսնեն, թե ինչքան գեղեցիկ մալինաներ եմ հավաքում։ Համեցեք մեր տուն, եկեք կերեք, բոլորիդ կհյուրասիրեմ, ամենաընտիր բերք ու բարիքը Հագվիում է, եկեք բոլորդ։ Բերքի համն էլ ուրիշ, ժողովուրդն էլ հյուրընկալ մարդիկ են, նենց չի որ հյուրընկալ չեն, հյուրընկալ են բոլորն էլ, բայց կան մարդիկ, որ սառած են, էլի, ոնց որ իրանց համար յա Բաղդադ, յա Բուղդադ։ Ծնունդով հագվեցի կյանքի ու ճակատագրի բերումով երևանցի Մարուսյան իր այգու բարիքներով է հպարտանում, բարիքներ, որ իր 7 տարվա քրտնաջան աշխատանքի արդյունքն են։ Ամուսնու մահից հետո որոշեց, որ Երևանում այլևս անելիք չունի։ Իսկ այ Հագվիում կարևոր առաքելություն ունի, որ անկատար է մնացել այն օրվանից, երբ դեռահաս աղջիկը տեղափոխվեց Երևան բնակության։ Այդ առաքելությունը հայրական օջախը ծխեցնելն էր, առանց հսկողության մնացած մի կտոր հողը մշակելը, աշխատասեր մոր տնկած ծառերը խնամելը, որոնք կամաց վայրի անում էին։ Ես շատ երկար ժամանակ բնակվում եմ Երևանում, 70 թվականից ապրում եմ այնտեղ։ Երբ ամուսինս մահացավ, ես մնացի մենակ, ես անժառանգ եմ։ Իմ ժառանգները եղբորս 3 աղջիկներ են իրանց բալիկներով։ Չնայած Հագվի գյուղում ինչքան երիտասարդություն կա, երեխաներ կան, բոլորին ես իմն եմ համարում, որտեվ ես սիրում եմ բոլորին։ Եթե գյուղը սիրում եմ, բնակչությանն էլ եմ սիրում։ Նրա մահից հետո ես որոշեցի մենակ չապրեմ Երևանում։ Դուրը փակեցի եկա այստեղ, բայց գնում գալիս եմ։ Ամսամեջ 4 անգամ գնում եմ, ծաղիկներ ունեմ, գնում եմ ջրում եմ, հետ եմ դառնում գալի։ Շատերը այստեղ մշտական ապրողները գուցե չնկատեն, որ ապրում են բնության յուրօրինակ թանգարանում, ասում է Մարուսյան։ Հագվին, որ սարերի, ձորերի ու անտառների մեջ թաղված է, խելքահան է անում իմ հերոսին։ Սա իմ հայրական տունն է։ Շատ խարխուլ վիճակում էր։ Երբ ես վերադարձա գյուղ, այդ ժամանակ եղբայրս եւ հարսս էլ մահացան։ Աղջիկները որոշեցին, որ հայրական տունը վերանորոգեն։ Ես էլ որպես պաշտպան, որպես տան մեծ, իրանց հոր եղբայր եմ, հոր քուր եմ, տատիկ եմ, պապիկ եմ, միակ ես եմ մնացել իրանց մեծ։ Ես էլ որ չեմ, արդեն էլ մեծ չունեն իրանք։ Ոչ մոր կողմից, ոչ հոր կողմից։ Որոշեցի, որ թիկունք կանգնեմ երեխեքին։ Ոնց որ պահակություն անեմ այս տանը, ինչ որ մի փոքր էլ ես օգտակար լինեմ գյուղին։ Սկսեցինք շենացնել տունը, հիմա փառք Աստծո, շատ քիչ աշխատանքներ ա մնացել, որ վերջացնենք, ավարտին հասցնենք։ Հույսով եմ դեռ սաղ կմնամ, էդ էլ կտեսնեմ, էդ էլ կվայելեմ։ Երևանում բնակվելու 50 տարիների ընթացքում մի տարօրինակ զգացում է ունեցել, որ Երևանում բնակվելը եւ այն ինչ անում է ժամանակավոր է, որ ինչ որ կիսատ բան է թողել հայրենի գյուղում ու դեռ ինչ որ կարևոր առաքելություն ունի ծննդավայրում, որ սպասում է իրեն։ Այս գյուղի բնությունը, այս ծառ ու ծաղիկը, այս սար ու ձորը, այս լեռ ու ձորը, այս քչքչան արվակների ձայնը ինձ կանչում է, այս ծտերի ծլվալոցը, փայտփորիկի թխկոցը, ամեն ինչը ինձ շատ հարազատ է։ Ես սիրում եմ գյուղը ու ես կցանկանամ, որ Հայաստանի տարբեր շրջաններում բնակվողներ, թե համայն Սփյուռին, Սփյուռքում ապրող ժողովրդին, ովքեր որ հագվեցի են, գան մեր գյուղը շենացնեն։ Մեր գյուղը լավն է։ Մեր գյուղը, դուք ինքներդ էլ կհամոզվեք դիմացի դաշտին նայելով, որ մենք գտնվում ենք բաց երկնքի տակ թանգարանում։ Մեր Հագվի գյուղը բաց երկնքի տակ թանգարան է։ Ծտերի ու այս աղվեսների ու տո չգիտեմ ինչերի կանչերով ու ծլվալոցներով ու շների թեկուս հաչոցով, կովի բառաչով ես հիանում եմ, ուրախանում եմ, սիրում եմ գյուղս, որ շենանում է իմ գյուղը։ Բայց մարդիկ կան, որ չեն սիրում։ Գյուղը այս գեղեցիկ բնությունը թողնում քաղաք են գնում։ Քաղաքում հնարավոր չի, մանավանդ այս վերջին տարիներին քաղաքում բոլորովին հնարավոր չի ապրելը, օդը շատ աղտոտված, աղմուկը շատ։ Իսկ ստեղ առավոտը չես ուզում, որ տեղիդ մեջ մնաս։ Լույսը հենց բացվում, արդեն որ տեսնում ես գետինը կարողանում ես տեսնել, դուրս ես գալի փողոց, դուրս ես գալի այգուդ մեջ ու հողը կանչում է քեզ։ 80-ից Մարուսյայի համար, որ քաղաքում է ապրել, քաղաքացու կյանք վարել, գյուղի անելիքներից բոլորովին անտեղյակ էր, երբ Հագվի վերադարձավ։ Դեռ երեխա էր, երբ տեղափոխվել էին Հագվուց Ալավերդի։ Ասել է, մինչև Երևան տեղափոխվելն էլ գյուղական աշխատանքից քիչ բան էր հասկանում։ Բայց անողը լող ու ստեղծող Մարուսյան հիմա լավ այգի ունի, արած դրած մշակած ու ցանած։ Չնայած առողջական խնդիրներ ունեմ, մի վիճակի չեմ, նորից եմ կրկնում, 80 տարեկանն անց եմ։ Ես որ մի քիչ կռանամ, գործ եմ անում, արդեն
դատանում եմ, արդեն 2 օր հիվանդ եմ, բայց այդ հիվանդությունը հաշվի չառնելով ասում եմ, վայ պամիդորի թուփը մնաց պոկելու, մնաց փեդը խփելու, մնաց թելը կապելու, վայ այս ծառի ճյուղը իջելա, վայ այս ծառի ճյուղը չորանում, անընդհատ երեխու նման փայփայում եմ ամեն ինչ, թեկուզ ծաղիկի տերևը մի փոքր ճլորվում, ասեմ, վայ ախր ես շատ լավ եմ նայել, ես ճլորվեց։ Մայրը ոնց է իր փոքրիկին գրկում, սիրում, ես իմ ծաղիկները, ծառերը տենց սիրում եմ։ Ես մեծ սիրով եմ նայում ես այգուն, այս գյուղին, այս բնությանը, չգիտեմ, գուցե իմ նման մարդիկ շատ կան, բայց այս իմ հոբին է, գյուղը իմ հոբին է, այս բնությունը, ես չեմ կարող ուրիշ բան ասել։ Դեռ ավելին գյուղացիներին հավասար կամ առավել այնպիսի հոնիողի է թորում, որ բոլորի քիմքն է շոյում, իսկ մինչև գյուղ վերադառնալը հեռավոր պատկերացումներ ուներ այդ բարդ գործի մասին։ Հոնը հավաքում եմ, լցնում եմ մեծ ամանի մեջ, ռեզինի սապոկներս հագնում եմ, առանց օգտագործել սապոկներ, մաքուր սապոկներ, չնայած որ օղին թորվում է, սկսում եմ ոտով լավ տրորել այդ հոնի հատիկները, բայց մենակ հոնից եմ քաշում, մեր բաղջեն 5 հոնից սարկա, այդքան իմ երեխեքին հերիք է։ Ամեքին մի հատ 3 լիտրանոց էլ որ տամ, ծովա, հերիք է, այդքան, որտեվ հոնից շատ քիչ օղի է դուրս գալի։ Այդ լցնում եմ 200 լիտրանոց բոճկի մեջ, ավելացածնել մեծ կաստրուլկաների մեջ եմ լցնում, ծածկում, օրեկան խառնում։ Այդ գիրքը կարդում ու անում եմ։ Օղին թորում եմ, երեխեքս ասում եմ, երեխեք ջան, նոր տարու ձեր օղին պատրաստ է։ Լիկյորը պատրաստում եմ, օղին պատրաստում եմ մեր բաղջից, մեր այգուց, սիրոպները պատրաստում եմ բոլոր տեսակի այս մեր ծառերի բերկերից։ Ինձ որ գյուղում հետաքրքիր է, թող գան գյուղ մարդիկ, թող գան, այս լավ օրերը թող չկորցնեն։ Գյուղում ապրելը հեշտ չէ, հողի հետ աշխատանքն էլ հեշտերից չէ, թեպետ ինքը գործը սիրով է անում, դրա համար էլ հաջողում է, բայց հիշում է անցած տարվա կարկուտը, որ մի քանի րոպեում սրբեց տարավ գյուղացիների մի ողջ տարվա ապրուստի միջոցը։ Անցյալ տարի կարկուտն եկավ սրբես տարավ, ես կարծեմ տեղյակ պահել եմ ու շատ էլ արտասվել եմ այդ պահին, որ իմ աշխատանք այդ հիվանդ հալիս աշխատելով տարավ։ Այս տարի էլ ծառերը ծաղկած նորահարսի նման բոլոր ծառերը ցենց մտածում եմ ես տոնաներով բերք կունենալ, կուրախացնեմ երեխեքին։ Ձյունն եկավ ծաղիկի վրա դրեց, ամբողջ ծաղիկները ցրտահարվեցին։ Հիմա ոչ մի միտք չունենք։ Այս տանձենին տեսնում եք, թակ մի հատ տանձ կավրեն, բայց նորահարսի նման սպիտակեր մինչև ներքև։ Մի հատ ծառ չկար առանց ծաղկելու։ Անից մի գեղեցկություն է նկարել եմ։ Այդ գեղեցկությունը ուղարկել եմ երեխեքին, ասել եմ երեխեք, տեսեք ծառերը ոնց է ծաղկած։ Հիմա մի հատ մի ամեն դեղցի վրա մի հատ դեղց ստեղ կա, 2 հատ դեղց են ներքևը կա, ստեղ կարտոշկա եմ ցանել, այնտեղ վարունգներ եմ ծառերի տակ ցանել, այնտեղ կլուբնիկ եմ ցանել, էս իմ զաթի մոշս ու մալինայի տեղն է, այդտեղ պամիդոր եմ ցանել, էսի ծաղկանոց է, այնտեղ բազուկա ցանած։ Գյուղը հնարավորություն է ու այդ հնարավորությունը հագվում բնությունն է անսպարտվել, ասում է Մարուսյան։ Գյուղի անտառներում, սարերում ու խորունկ ձորերում ապրուստ ինչքան ուզես։ Ասել է, թե փողը թափած է, հավաքող չկա, կամ ամեն դեպքում առաջվա նման այդ գումարից օգտվողներ չկան։ Մեր հագվում նմանը չկա, մուշի երկիր։ Եթե դու գնաս հանկարծ այս բերքի հասունացման ժամանակ, դու գնաս անտառ, զկերը կբերես, մասուրը կբերես, մալինան կբերես, մուշը կբերես, կաղինը կբերես, պնդուկը կբերես, պոպոկը կբերես, իսկ քոլերից ավելուկը կքաղես, նանան կքաղես, ուրցը կքաղես, Եզան լեզուն, որ մարդիկ բուժման համարան, ինչ լեզուտի, շուշանը, գմուկը, չգիտեմ էլի շատ քոլեր կան, բանջարը, բալբեն, այդ մեր լեզվով ասած, կլուբնիկը, մալինան, որ խոսք չկա, մոշու մալինան, ստեղ այս հագվի գյուղը մոշի երկիր է։ Մի ժամանակ հագվեցիներին մոշ էին ասում, քանի որ բերքի շրջանում Սպիտակից ու Վանաձորից, Ստեփանավանից մեքենաներով, ավտոբուսներով գնացքով գալիս էին մոշ հավաքելու։ Հագվեցիներն էլ Երևանի ու երկրի մյուս շուկաներում մոշ էին վաճառում։ Հետո մոր, հոն, վայրի տանձ ու խնձոր, ու այս կերպ աշնան 3 ամիսներին մեծ գումարներ վաստակում։ Հիմա գրեթե այլևս ոչ ոք վաճառքի նպատակով հատապտուղ չի վաճառում։ Առաջ Կիրովականից, Լենինականից գիշերով գալիս էին մեր դաշտերում, մեր տներում, խնդրում էին, տեղ էինք տալիս, քնում էին, ասում էինք մարդիկ եկել են։ Բարձրանում էին, այս մեր դիմացի դոշը, այս գեղեցիկ վայրը լիքը մոշի տպեր են։ Այդտեղ կրակներ էին վառում գիշերները, մոշ էին հավաքում, տանում, վաճառում, որ ապրեն։ Հիմա փառք Աստծո։ Էլի կա այդ նույն բանը, բայց գնացող չկա։ Հիմա հագվի գյուղը այնպեսին է, որ փողը գետնի վրա թափած է։
Եթե հավաքեն, վաճառեն, միլիոնատեր կդառնան, բայց չեն անում, մարդիկ լոդրացել են։ Մարդիկ մի անգամից այդ խոպանի ճանապարհը բռնեցին, տները ծախեցին էժան գներով, թողին գնացին։ Հիմա այնքան տներ կա, նորից եմ կրկնում, թեկուզ հենց այս դիմացս իմ այետ Զալոյի, իմ այետ տատի տունը, որ ավերակ է դարձել, իմ պապի տունը, Իսոյան Շաքարի տունը, որ անի ավերակ է, իմ համայա քրոխպոր տղայիս տունը, անի ավերակ է։ Ուրիշներն են եկել վայելում, ուրիշներն են ցանկսանում, իսկ իրանք քաղաքում այդ փոշու կեղտի մեջ նստած տեր չեն լինում։ Կուզենայի, որ բոլորն էլ գային իրանց բնակավայրերում բնագրեին։ Ու այսպես շատ տխուր պատմություններ գյուղի դատարկման ու տների կիսավեր լինելու մասին։ Ժամանակին Մարուսյան արձակուրդների մի մասը գյուղում էր անցկացնում։ Հյուր էր գալիս մորը, գյուղ էր մարդաշատ ավանդույթներով ու սովորույթներով, ասել է թե համով ու հոտով։ Ու կարևորը գյուղում մարդկային պարզ ու մաքուր հարաբերություններ կար։ Անցյալում մեր մեծերը երբ որ կային, երեխաներով լիքն էր այս թաղամասը։ Պատկերացրու, որ գիշերն էլ քունչ ունեինք, թատրոններ էին կազմակերպում, համերգներ էին կազմակերպում, լույս էին վառում, տոնածառներ էին դնում, բանտիկներից ինչ որ բաներ էին սարքում, իրանց համար գեղեցիկ բաներ էին կազմակերպում, ճամբարներ էին սարքում, ու մենք հիանում էին երեխաների այդ ակտիվությամբ, էլի, որ արտասանում էին, պարում էին, երգում էին, հաճելի էր, օրը գեղեցիկ էր անցնում։ Իսկ հիմա միայն գլուխը պիտի կախես, հողի մեջ մտնես, հողով զբաղվես, զբաղմունք չկա։ Երեխաներ չկան, բոլորը լքել են գյուղը, հեռացել են գյուղը։ Լիներ առաջվանը, ժողովուրդը լիքը լիներ, դուրս էին գալի մեծերով, նստում, նստարան կար, սեղան կար, նստում էինք, թեկուզ կարտոշկեն խաշած քյալամով դնում էինք, ուրախանում էինք, մեր քաշած օղիով։ Կյանքը հետաքրքիր էր անցնում, իսկ հիմա անհետաքրքիր է անցնում։ Հիմա, չգիտեմ, ամեն մարդ մենակ իր բնակարանը մաքրի, իր ոտքի տակը մաքրի, մնացածը կքանդվի, ինչ կլի տիրություն չեն անում։ Դուրը փակում ու ներս են մտնում։ Հիմա այդքան հարևանական գնալ գալ չկա, այդքան մտերմություն չկա։ Չգիտեմ, առաջվանը չի, առաջ ուրիշ էր։ Հին ու բարի ժամանակների մասին Մարուսյան խոսում է մի տեսակ ուրիշ կարոտներով, ջերմագին հիշողություններով, որ ամեն անգամ գալիս ու տակնու վրա են անում նրա փոթորկուն հոգին։ Հիշում է ժամանակին գյուղի ակտիվ երիտասարդների նախաձեռնությամբ գյուղական ինքնուս թատերական ներկայացումներ էին կազմակերպվում, որ ահել ու ջահելի հետաքրքրություն էր շարժում, դեռ ավելին երբեմն գյուղացիները իրենք էին մասնակից դառնում այդ ներկայացումներին։ Պատի վրա շարված թե ծերերին, թե ջահել երեխեքին տեղ չկար նստելու, քարեր էինք դնում, քարերի վրա էինք նստում, մեկն իլիկն էր մանում պարավ տատիներից, մեկը ջահրեն էր մանում, չէին գնում տուն, նստում էին մեր այետ Զալոյի, մեր գյուղի մեծի պատի քարի պատի վրա, ամենքն իրանց գործով զբաղված երեխեքի այդ տոնակատարություններն էին նայում։ Հրաչիկ ունենք մենք վերևում, այդ հրաչիկը կազմակերպում է երեխաներին համերգներ էր կազմակերպում, թատրոններ էր, դեռ այն ժամանակվանից նրա ուշք ու միտքը թատրոն կազմակերպելն էր։ Կոնֆետի թղթերից, եսի մինչերից, գեղեցիկ թելերի վրա շարում էին, ճամբար էին սարքում, այդ ճամբարի տակ պարում, ներկայացում։ Պարավ տատիներն անգամ ամենքն իրանց քարի անունը գիտեին, որ որը վարի քարն է, այս Արգուլինն է, այս Աստղոյինն է, այս Բաբոյինն է, այս Ռիտայինն է, այս Պողոսին է, Պետրոսին է, բոլորին գիտեին, թե ում քարն է։ Այդ երեխեքը կազմակերպում, իսկ սարվորները, դաշտի խոթունձները, ովքեր որ կային, որ արդեն իրիկ ուներ, գիտեին, որ պետք է ստեղ համերգ տան երեխեքը, իրանց չայնիկներ առած գալիս էին այդտեղ չայ են խմում, որ չմրսեն կամ եսիմին չելեն կամ հոգնածություն անցնի ու շարվում էին այդտեղ բոլորը։ Կյանքը շատ ուրախ էր անցնում, դրա համար եմ ասում, ես ուզում եմ հինը վերադառնա։ Մասնակից դառնում են եւ գյուղի տարեցները, մի հատ տատիկ ունենք փետը ձեռքին, մի քիչ ուշուստան տատիկ էր էլի։ Հա, բայց հետաքրքիր էր անցնում օրը։ Այդ տատիկն էլ էր դեր խաղում։ Ջահելները իրանք կազմակերպում էին, թատրոն էին ձևավորում ու սկսում էին թատրոն տալ ներկայացում։ Ու այդ ներկայացումը շատ հաճելի էր գյուղի բնակիչների համար։ Ռեժիսոր էր, թե ինչ էր, հրաչիկներ, ամեն ինչը կազմակերպող հրաչիկներ։ Սրանք պատմություններ են, որ տարիների խորքից են գալիս, բայց երբեք չեն մոռացվում յուրաքանչյուր հին հագվեցու հիշողությունից։ Սրանք պատմություններ են անցյալի երջանիկ ու անհոգ օրերի մասին։ Հիմա մեծ բաներ կան, ճոխություններ ու լայն հնարավորություններ կան, բայց երջանկություն չկա, մարդկանց դեմքին ժպիտ ու սեր չկա, համոզված է Տիկին Մարուսյան։ Այդ էլ չմոռանամ ասեմ, որ մեր վրեժը ակարդեոն էր նվագում այդ ժամանակ, որ այդ երեխաները պարում էին։ Մեր բարեկամներից է այդ երեխեն, հիմա այստեղ չի, ականջը թող կանչի։ Դհոլ էր խփում, ով է անունը մոռացա։ Արսենը, Արսենանով մի հատ երեխա կար, Ալինայի տղան։ Այն էլ դհոլ էր խփում։
նայլակարդիոներ նվագում, երեխեքը պարում, մի հատ շուն կար, ռուսական պար էր պարում։ Դու մենակ տենար թե ոնց էր կակալին, ես իմեն ինչա, տենց մի հատ երկ կա, երկում էր ու պարում էր այդ շունը։ Բոլորը հիացած էին, նայում էին, ուրախանում, գնում հանգիստ քնում, բարի երազներով առավոտը վեր կենում, նորից գնում իրանց դաշտուծորին թութուն շարելու, երեխեքը սաղ գնում էին թութուն էին շարում, շշերն առած այդ երկարասեղներով թութուն էին շարում, այնտեղից գալիս էին ուրախանում։ Հետո որ հնդկական կինո էր գալի, աթոռները վերցնում վազում ենք, մի կլուբ ունենք, մի հատ ջարդուխուրդ կլուբ, վազում ենք այնտեղ հերթ չենք տալ իրար, ուրախացած, կչկչալով, երգելով, ապարելու տուն ենք գալի։ Շատ կիրթ ու ռոմանտիկ Մարուսյայի ասելիքը չի հատնի, եթե խոսի, պատմի իր սրտի ուզածի չափով, բայց ուզում է զրույցը եզրափակել իր գրվածքներից մի հատված մեզ ու ձեզ նվիրելով։ Կապույտ երկինքը, վառվող աստղերը, պայծառ արևը, այս ամենը ձեզ։ Աշխարհի բոլոր բարիքները ձեզ, ամենասիրուն ծաղիկները ձեզ, վարդերի փունջ տեսակները ձեզ, ամենասիրուն բալիկները ձեզ, բայց մի մոռացեք, որ այդ բալիկները մենակ ձերը չեն, ես անժառանգ եմ, բոլորի բալիկները իմն են, ես սիրով սիրում եմ բոլորին, ու ես կցանկանամ, որ նորից եմ կրկնում, բոլորը վերադառնան մեր գյուղը շենացնեն, երեխաներով շատ լինի մեր գյուղը, առաջվա նման լինի։ Ամեն դեպքում Մարուսյայի երազանքը կատարված է, հայրենի տան դռները բաց են, տունն ու ծուխը շենացրած։ Հիմա հանգիստ է, երջանիկ, սիրված ու գնահատված։ Երջանիկ է նաև, որովհետև եղբոր երեխաները, թոռներն ու ծոռները, որ իրենն են նաև, գյուղի բնության ու պապական տան կանչով Հագվին չեն մոռանում, այս ամիսներին հատկապես մարդաշատ է նրանց տունը։ Ինքիս։ Երեխեք ջան, ապրեք որ եկաք։ Ահագին ուրախ անցավ մեր օրը։ Պստլոս էլ խելոք մնաց, ձեզ տեսավ ուրախացավ։ Կողցրս։ Երեխեք ջան, բոլորը տեկեք, երեխեք ջան, այս բնության, այս մաքրոտ եկեք շնչեք։ Սիբիրից երեխեն եկել է հասել ստեղ, որ մաքրոտ շնչի։ Մեռնեմ ես սրանց արևին։ Եկեք, բոլորը տեկեք։ Ամեն ինչով պատրաստ եմ ընդունելու, ամեն ձևով, խնդրեմ, եկեք, դուռը բաց է։ Մանանա Վարոսյան, Դավիթ Թամազյան, Անկյուն Գումարած 3 հեռուստաընկերություն։